Ամալիա Հովհաննիսյանի լայվրում հաղորդման սերշարքում հյուրընկալվել էին Գևորգ Մկրտչյանն ու կինը Քրիստինան։ Star News-ը հետևեց զրույցին։ Զույգը եկել է ներքուստ այն մտքին, որ պատրաստ է ծնող դառնալ։ Գևորգ Մկրտչյանն անկեղծացավ։ Հիմա իմ գլխավոր նպատակն է, որովհետև ուզում եմ լիարժեք ընտանիք ունենամ, բայց սպասում ենք, Աստված երբ ցանկացավ այդ ժամանակ էլ կլինի։ Ցանկությունը մեր մոտ մեծ է, սպասում ենք։ Չեմ ասի չեմ նեղվում, որ այսքան ձգձգվում է, բայց եթե հիմա չի լինում, միգուցե դա է ճիշտը ու պետք է սպասել։ Քրիստինան ևս խոսեց. Սկզբից շատ էի վախենում, բայց ինչքան երկար եմ Գևի հետ ապրում, այդքան ավելի վստահ եմ լինում։ Հիմա լիարժեք կարող եմ ասել, որ պատրաստ եմ, ամեն դեպքում նեղվել պետք չի։ Ինձ թվում այս թեմայի շուրջ Գևը ավելի է սրտնեղում, որովհետև վաղուց էր պատրաստ։ Ես ավելի թեթև եմ նայում, երբ տեսնում եմ տխուրը հասկանում եմ, որ թեմայից կարար տխրեր, ես եմ սկսում։ Մինչև խոսացնում եմ հոգիս հելնում է, ամեն դեպքում առանց երեխա չենք լինելու։ Ինչպես է սկսվել Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի սիրո պատմությունը։ Գևորգ Մկրտչյանը տեսնելով Քրիստինա Հովհաննիսյանի ինստագրամյան էջը հստակ որոշեց ամեն կերպ գրավել գեղեցկուհու սիրտը։ Նպատակին հասնելու համար երգիչն անգամ խորամանկել է, առաջարկելով Քրիստինային դառնալ իր հերթական տեսահոլովակի հերոսուհին։ Հենց այդպես էլ ձևավորվել է նրանց գեղեցիկ զույգը։ Բլից հարցեր, որոնց պատասխանել է զույգը։ Ինչ ապրումներ ունեիք առաջին հանդիպմանը։ Գևորգը նշել է. Առաջին հանդիպմանը մտածում էի միայն, թե ինձանից բարձրահասակ չլինի։ Երբ սրճարանից դուրս եկա դիմավորելու, ուրախացա, որ բարձրահասակ չի։ Նաև մտածում էի ինչ թեմաներից զրուցեմ, որ երկխոսությունը կարճ չստացվի, մի քիչ շատ ճանաչեմ իրեն։ Քրիստինա, երբ տեսա հարազատ բան զգացի, տպավորություն էր, վաղուց ճանաչում ենք միմյանց։ Եվ հերթական անգամ հանդիպել ենք սուրճ խմելու և զրուցելու։ Ինչ մտածեցիք նրա մասին։ Գևորգը պատասխանել է, որ իմ խելքին մարդ եմ գտել, իրականում այդպես էլ կա։ Քրիստինա, հանդիպման գնալիս մտածում էի միայն գոռոզ չլինի, էկրանից այդպիսի տպավորություն ունեի։ Սակայն հենց առաջին իսկ պահից հասկացա, վախերս իզուր էին։ Բնավորության ամենասիրելի և չսիրած գիծը։ Գևորգ, երբ սիրում ես մեկին, ապա սիրում ես իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։ Կառանձնացնեմ մեկ առավելություն, հայացքիցս հասկանում է, թե ինչ եմ ուզում տվյալ պահին։ Քրիստինա, հստակ որևէ բան առանձնացնել չեմ կարող։ Ինչ է անում, երբ ցանկանում է ներողություն խնդրել ձեզանից, ձեր սիրտը շահել։ Գևորգ, իմ սիրտը շահելը շատ հեշտ է, ուտելիքի միջոցով։ Քրիստինա, պետճեր հազվադեպ են լինում, և բավական է գրկի և ասի, որ սիրում է, ամեն ինչ անցնում է։ Ձեր բնավորության որ գիծն եք փոխել հանուն նրա։ Գևորգ, մենք գրեթե ոչինչ մեր մեջ չենք փոխել, ավելի շատ սովորել ենք միմյանց։ Քրիստինա, չենք փորձել փոխել միմյանց, ուղղակի իրար ընդունել ենք այնպիսին, ինչպիսին կանք։ Դա սիրո լավագույն դրսևորումներից է։ Ձեր սիրո բանաձևը։ Գևորգ, շատերն են ասում, որ մենք նման ենք իրար, թե բնավորությամբ, թե մտածելակերպով, թե հետաքրքրություններով։ Քրիստինա, մեզ բառեր պետք չեն միմյանց հասկանալու համար, հայացքն էլ բավական է։ Եվ միշտ միմյանց հանդեպ հարգալից ենք։ Ինչը կարող է բաժանել ձեզ։ Գևորգ, բաժանման մասին երբեք չենք մտածել։ Քրիստինա, երբեք չեմ մտածել այդ մասին։ Ով է առաջինը խոստովանել, որ սիրում է։ Գևորգը նշել է, որ ինքը։ Ով է ավելի էմոցիոնալ և ով է ավելի ներողամիտ, ըստ Գևորգի, էլի Քրիստինան։ Քրիստինան պատասխանել է, երևի Գևորգը, դե ես նույնպես։ Ով է ավելի շատ անակնկալներ սիրում։ Գևորգ, դժվարանում եմ պատասխանել։ Քրիստինա, երևի Գևորգը, դե ես նույնպես։ Ինչ կմաղթեք իրար։ Գևորգ, մաղթում եմ, որ ինձանից պրծում չունենա։ Քրիստինա, միշտ լինի կողքիս։ Իսկ երազանքները սիրում են լռություն։ Որոշ ժամանակ առաջ քննարկումներ եղան Քրիստինայի հետ կապված։ Գործընկերներից Ռոզա Դավթյանը խոսել էր այն մասին, որ ներկա չի եղել հարսանիքին, հրավեր չի ստացել։ Խոսվել էր նաև, որ նախկինում ունեցել են ընկերական հարաբերություններ, որը չի պահպանվել։ Քրիստինան մեկնաբանեց այսպես. Շատ մտերիմ կապը հեռուստապրոյեկտի հետ էր կապված։ Երբ խաղում ես մտերիմ ընկերներ, այդպես էլ ընկալվում է հարաբերությունները։ Մենք շատ մտերիմ չենք եղել։ Հարսանիքի հետ կապված ես իմ կողմից հրավիրել եմ այն մարդկանց,
Ում հետ շատ մտերիմ էի, մնացածին գևնա կանչել։ Համերգային շրջագայությունների, նոր զուգերգերի, ամուսնական կյանքի ու այս շրջանում հաճախ տրվող «Որտեղ ում հետ եք ապրում» հարցերի շուրջ TRT-ը զրուցել է երգիչ Գևորգ Մկրտչյանի հետ։ Այս շրջանում համերգները շատ են։ Հունիսի 23-ին համերգ կունենան Վանաձորում։ Վերջերս համերգ ունեցանք Գյումրիում, օրեր առաջ էլ Մեղրաձորում։ Քանի որ սկսել է համերգային շրջագայությունները Հայաստանի տարբեր քաղաքներում, փորձում եմ հերթով լրացնել։ Երգիչը նշեց, որ մի քանի առաջարկներ կան, դեռ չգիտի, թե որ նախագծում կներկայանա։ Ինձ թվում է սեպտեմբերից նոր նախագծեր կլինեն, ամառը պասիվ շրջան է, մի քիչ կհանգստանանք։ Մինչ այդ էլ որոշ նախագծերում չկարողացանք նկարահանվել, քանի որ մեր հարսանիքին էինք նախապատրաստվում։ Այս ամիս կնկարահանենք նոր դուետ, դեռ չեմ կարող ասել ում հետ է լինելու, բայց կասեմ, որ ունեմ 5 երգ, որոնք պետք է իրականացնեմ ինձանից ավելի ավագ սերնդի հետ։ Մարդկանց, ովքեր ավելի երկար ճանապարհ են անցել ոլորտում։ Առաջին զուգերգը Սիլվա Հակոբյանի հետ ենք իրականացրել, այս ամիս կլինի հաջորդ պրեմիերան։ Անդրադառնալով ամառային հանգստին, Գևորգը նշեց, որ դեռ պարզ չէ, քանի որ խանգարող հանգամանքներ կան։ Շատերը գիտեն, որ ես այստեղի քաղաքացի չեմ եւ անձնագրի ժամկետը լրանում է։ Խնդրի առաջ ենք եւ չենք կարողանում ոչ մի տեղ մեկնել։ Դրա համար դեռ չգիտեմ ամառային հանգիստը ինչպես կկազմակերպենք։ Ինչ վերաբերվում է ամուսնական կյանքին, նա նշեց, որ ամեն ինչ շատ լավ է, իդեալական, սպասվածից շատ ավելի լավ։ Այս շրջանում մեզ հաճախ են նույն հարցերը տալիս։ Բարևից հետո հարցնում են, որտեղ ենք ապրում եւ ում հետ։ Ուզում եմ ասել, որ մենք ապրում ենք այն տանը, որը ընտանիքիս հետ գնել էինք եւ ոչ թե նվեր ենք ստացել։ Ապրում ենք ես, կինս եւ մայրս, ամփոփեց Գևորգ Մկրտչյանը։ Ինչ է։ Եմ որ ասում եմ, մինչև դիպլոմը չստանաս չեմ ամուսնանա։ Հա։ Երկու հատ։ Okay, հա։ Կա մագիստրատուրա էլ դաս։ Մագիստրատուրա չկնա։ 2 տարի էլ ենք հետ։ Ա 2 տարի հետ գցենք։ Կել գնացինք մագիստրատուրա։ Кристина. Кристина, могу с фамилиями со всеми, но я думаю, Кристина. Умница. Մեր հարցիկի մուտքը ասենք բարով լինի, ոսկե խերով լինի։ Այսօր Աստծո կամոք արդեն Գևորգ Քրիստինա զույգը միավորվեց։ Ուզում եմ բոլորս մեր ծափահարություններով մի հատ բարձր շնորհավորենք իրանք երկուսին։